Ողջույն, իմ հյուրն այսօր փիլիսոփա Երևանի պետական համալսարանի դոցենտ Արման Ղարագուլյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Շատ շնորհակալ եմ։ Ժամանակին, երբ ես ուսանող էի, մենք մի շատ տարօրինակ անվամբ առարկա էինք ուսումնասիրում, սիրո մետաֆիզիկա։ Ինչու հիշեցի, որովհետև այսօր մենք խոսելու ենք սիրո եւ էթիկայի փոխհարաբերությունների մասին, քանի որ սերը բավականին բազմաշերտ երևույթ է, սոցիալական, հոգեբանական, չէ, մշակութային, անձնական եւ այլն եւ այլն։ Ու այս համատեքստում ուզում եմ հասկանալ, արդյոք սիրո մեջ կան որոշակի բարոյական նորմեր, սկզբունքներ, որոնք անպայման պետք է հետևեն, եթե մենք խոսում ենք առողջ, նորմալ սիրո դրսևորման մասին։ Միանգամից այնքան բարդ հարց տվեցիք։ Այն տարօրինակ առարկան դեռ տեղում է, ասեմ, հա, իրոք սիրո թեման շատ բազմաշերտ է։ Հա, որտեվ կարող եմ շատ բարձր փիլիսոփայական տեսանկյունից խոսել եւ կարող ենք հիշեցնել սիրո թեման մինչեւ հորմոնալ ռեակցիաների որոշակի ամբողջություն։ Ամբողջ հարցը հետեւյալն է, այս բազմաշերտությանը ինչպես մենք պետք է վերաբերվենք, ինչպես մենք պետք է մոտենանք, հա, որտեվ մոտեցումը, որ ես եմ առաջարկում թեման քննարկելիս, մոտապես այսպեսին է, որ կան շատ գործոններ, որոնք ազդում են սիրո վրա։ Մենք պետքա դրա հետ հաշվի նստենք։ Հա, որտեվ կներեք, ես իմ մարմնի հետ հաշվի չնստեմ, կարող եմ չնստել, բայց երկար չի տևի եւ երկար չի ծառայի, հա։ Ես կարող եմ հասարակության հետ որոշեմ, որ հաշվի չեմ նստելու, հա, բայց նայումս չի աշխատում, բաներ կան նորմերը, ավանդույթները, ստերեոտիպերը, որ հասարակությունը տալիս է ուզած թե չուզած, հա, որտեղ մարդը ձևավորում է կոնկրետ իրականությունում եւ այդ իրականությունը, հասարակությունը իր հետքը, իր շեշտը թողնում է դրա վրա, հա։ Այդ տեսանկյունից երբ որ նայում ենք սիրո թեմային, իհարկե փիլիսոփայական հարցերը շատ են, այստեղ էլ զուտ էթիկայի հետ կապված։ Հիմա կարծոք համընդհանուր էթիկա թե էթիկան միշտ լոկալ է, հա, որտեվ կախված նրանից թե այդ հարցին ինչպես ենք պատասխանում, սիրո թեմայի հետ կապված սիրո էթիկական տեսանկյունների վերանումը արդեն կարող է շատ ու շատ տարբեր լինել։ Օրինակ, ասենք մեր արևմտյան, այսպես պայմանական արևմտյան քաղաքակրթությունում սիրո թեմայի կայացման գործում շատ մեծ նշանակություն ունեցել քրիստոնեությունը, քրիստոնեական կրոնը, իր արձադրումները։ Երբ որ դու ծնվում ես, ձևավորվում ես այդ մշակութային համատեքստում, դու չես կարող այդ մշակութային համատեքստի հետ հաշվի չնստել, հա։ Այնպես որ հիմա նորից, եթե գանք էթիկային, իհարկե մեկ ուրիշ կարևոր խնդիր էլ կա սիրո թեման պարզաբանելու համար, ընդհանրում է որ ձեր հաղորդումներում ժամանակ այդ հարցի վրա պետք է դուրս գաք, որ ինչ է բարոյականություն, հա, դա այն ինչ ստեղծված է մարդու կողմից, թե դա մարդուն տրված է ինչ որ այլ ավելի բարձր, հա, այս բանը շատ չենք մանրամասնում, հա, պատվիրաններով եմ ստացել, դա ինտուիտիվ է, դա համամարտկային ինչ որ մի սկզբունք է, հա, ամեն դեպքում, բայց հարցը հետևյալն է, տեսեք, ես փիլիսոփա եմ, բարձ լավ իմաստով, բայց փիլիսոփա լինելուց բացի ես ամուսին եմ, ես ծնող եմ, ես զավակ եմ, ես լիքը հարաբերությունների մեջ եմ, հա, մենք ինչ-որ ընդհանուր ֆոնի մեջ ենք։ Հիմա այդ ընդհանուր ֆոնի մեջ լինելը, այո, պետք է հաշվի նստել։ Բայց երկրորդ խնդիրն է, հաշվի նստում եմ, բայց այնուամենայնիվ մի հատ կարևոր տարբերակման խնդիր էլ կա, որ այնուամենայնիվ բուն սիրո թեմայի վրա իրենք ազդում են, բայց արդյոք հենց բուն սիրո թեմայից անմիջականորեն բխում են, թե ինչ որ սկզբունքներ են, որոնք ըստ էության մենք պայմանավորվել ենք, որտեղ լուրջ հարց է։ Ինչպես ես պետք է վարվեմ այլ կենդանի ակի հետ։ Ինչ անեմ, ինչպես մոտենամ, որոնք են իմ սկզբունքները, որտեղ իրավական համակարգը ինչ որ խաղի կանոններ սահմանում է, բայց դա շատ սահմանափակ, իսկ ինչ իրավական, իսկ եթե ավելի լայն ենք վերցնում, իսկ եթե իրավունք այդ մասին ոչ մի բան չի ասում, ես ոնց պետք է ներկայացնեմ, ես ոնց պետք է վարվեմ։ Եվ այսպես այդ էթիկական կտորը կամաց գալիս է, այո, իրոք մտնում է սիրո թեմայի մեջ, մանավանդ երբ որ մենք խոսում ենք սիրո մասին, հաշվի առնելով սերը որպես միջանձնային հարաբերություններում դրսևորվող կոնկրետ ֆենոմեն, հա, կոնկրետ հուզական
ասենց զգացմունքային որոշակի հա ասենց ինչ որ կապերի ամբողջություն, որ անմիջականորեն դու առնչվում ես որպես կենթանի իրողություն, որովհետև մի հարց է խոսել տիեզերական սիրո մասին, բերել Հիսուսի օրինակը, հա, որ ամենացորդ նվիրում, երկրորդ հարցը, որ դու սկսում ես շփվել կենթանի մարդկանց հետ եւ հասկանանք բոլորս էլ սահմանափակ էակներ ենք, հա, ունենք մեր առավելություններ, ունենք նաեւ այն բացերը, որոնց վրա պետք է աշխատենք եւ երբ որ մենք շփման եզրում ենք կանգնում, հա, այնտեղ լիքը հարցեր առաջանում։ Ամենամեծ խնդիրները դառնում են կենցաղային հարցերը, ճաշը այս ամանի մեջ եփել, թե այն ամանի մեջ եփել, հա, այլ ոչ թե սիրելիս այսօր երեկոյան ինչ ռեստորան ենք գնալու արիվիչ ենք, չէ, վեճերը դրա մասին չեն։ Եվ խնդիրն ինչա, որ ստացվում է, որ կենթանի մարդկանց փոխհարաբերության մակարդակում մենք անշուշտ բարոյականը պետք է հաշվի առնենք, որտեղ բարոյականը մեզ ի վերջո նշանակում է նաև մարդկանց միջև փոխհարաբերություններ, չէ՞, բարոյականություն, այսինքն էլի են վեհ, չգիտեմ, գրքային, բառարանային մեկնաբանությունները, եթե թողնենք մեզ մի կողմ, հասարակական ամենապարզ առօրյա անկալումներում փոխհարաբերությունները ինչպես պիտի կարգավորվեն, ու երբ որ դա պրոյեկտ ենք արդեն, ինչպես դուք ասացիք, իհարկե սիրո դրսևորումները տարբեր են, բայց ավելի շատ նկատի ունենանք զույգերի, միջանձնային հարաբերություններում եւ այլն, չնայած կարելի է նաեւ ծնողական սիրո մասին խոսել, կարելի է նաեւ զավակի նկատմամբ սիրո մասին խոսել, կրոնական սիրո մասին խոսել, տիեզերական, բնության եւ այլն, որովհետեւ բոլոր համատեքստերում էլ շատ հաճախ ինքը կարող է օրինակ նույն էգոիստական դրսևորում լինել, որովհետեւ շատ մարդիկ դիտարկում են, որ եթե ես սիրում եմ, ուրեմն ոնց որ ամենակարևորը իմ եսն է եւ իմ սիրելը, արդեն դիմացինին որպես այդպեսին շատ հաճախ կարող են նաև անտեսել, հաշվի չառնել, չէ՞։ Առանցքային խնդիրներից մեկն է, թե տեսականորեն, երբ որ մտածում ենք, էգոիզմը եւ սերը կարծես թե պետք է լինեն անհամադրելի։ Բայց մենք ռեալ կյանքում նայում ենք, ինչպես են շատ դեպքերում ադապտացվում, հա, ինչպես է էգոիզմը վերցնում է սերը եւ ադապտացնում է կոնկրետ խնդիրների, կոնկրետ պահանջների համար։ Դա այսօր մենք խոսում ենք առանց սիրո կյանքը սուտ է, հա, սերը տենց հիմնական արժեք է, բայց ասենք մի 300-400 տարի առաջ մարդիկ առանց մեր պատկերացրած սիրո շատ նորմալ ապրել են, շատ հանգիստ ապրել են։ Ու այստեղ հարցը այդ բա ոնց է առաջանում սեր, ինչպես է առաջանում։ Սերը դա ժամանակակից իմաստով մի քիչ հայրիշխանական մոնոգամ հասարակության ֆենոմեն է, եւ սերը այն ձևով ինչպես այսօր փաթեթավորվում է, դա այն գինն է, որ տղամարդը վճարում է կնոջը նրան կառավարելու համար։ Սիրում եմ այդ ստացար, դե հիմա բարի եղիր, ենթարկվիր իմ պահանջներին, իմ ցանկություններին, իմ կարծրատիպերին, իմ կապրիզներին, եւ շատ դեպքերում ձեզ ասած միտքը շարունակեմ, այո, լուրջ հարցը ես իրոք սիրում եմ դիմացինին, թե ես սիրում եմ իմ ներքին զգացողությունները, որ ես ունենում եմ դիմացինի հետ փոխհարաբերվելիս։ Հոգեբանության մեջ այդ մասին խոսում եմ որպես պրոյեկցիա, հա, ես իմ ներսում ինչ-որ իդեալական պատկերացում կա սեռերի փոխհարաբերության մասին եւ շատ դեպքերում կարող է իրավիճակ լինել, երբ որ ես դիմացինին օգտագործում եմ ընդհանրապես որպես կախիչ իմ պրոյեկցիան կախելու, հա, կախում եմ, դա կարծես հարմար կախիչ է, կարծես սազում է, կարծես դրեցի, դե նորմալ էր, այնտեղ կախեցի, լավ չնստեց, այստեղ նստեց ու սկսում եմ հիանալ, սկսում եմ ինչ-որ որոշակի վարք դրսևորել, հա, սկսում եմ ինչ-որ գործողություններ անել, ընդ որում նորից այստեղ դիմացինը ինձ շատ քիչ է հետաքրքրում, որովհետև ոնց որ թվում է, հա, արտակուս թվում է, թե կարծես խաղի կանոնները պահպանված են, հա, կարծես թե այդ սիրային վարք, սիրային գործողություն, առերևույթ, կարծես թե ամեն ինչ կա, բայց երբ որ նայում ենք մենք խորքային մոտիվացիայի տեսանկյունից, մենք նայում ենք խորքային մոտիվացիան լրիվ աղավաղված, լրիվ շուռ տված է, որտեղ ես դա անում եմ իմ սեփական փառասիրությունը, ցանկասիրությունը, մնացած սիրությունները բավարարելու համար, հա։ Ու կա սրա մյուս կողմն էլ, որովհետև եթե մի կողմը շատ հաճախ դրա էգոիստական է, որովհետև ինքը ինչքան էլ սիրո համատեքստում փորձեցինք դնել, միևնույնն է, ինչքան էլ սիրուն, ինչքան էլ դրական էմոցիաներ առաջացնող բառ է սերը, բայց ցավոք սրտի դրա հիվանդացած, հիվանդագին դրսևորումներն էլ կան ու հենց ձեր նշածները, որպես այդպիսին, գուցե մեր մշակույթում երբեմն արկայծող դրսևորումներով, ինքը ամեն դեպքում երևույթի առողջ դրսևորում չի կարող համարվել կամ որպես դասական մոդել չի կարող քննարկվել որպես այդպիսին ու դրա շուրջ
կառուցել մնացածը, կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ։ Կա դրա մյուս տարբերակը, որ որոշ մարդիկ սիրելով կամ դա որպես սեր գնահատելով, այդտեղ իրենց եսը որպես այդպիսին ամբողջությամբ կորում է, թառամում է, չէ, վերանում է ու դա միշտ սիրո քողի տակ փորձում են էլի արդարացնել։ Էլի բարոյականության համատեքստում սրա մասին ինչ կասեք։ 200 տարի առաջ թագավորները կերազեին միջին վիճակագրական մարդու նյութատեխնիկական կոմֆորտի պայմանները, բայց մեր ներքին վիճակների տեսանկյունից մենք այսօր ունենք չափազանց լուրջ խնդիրներ, հա, մենակության խնդիրը այսօր էպիդեմիա է համարվում, հա, այսպես երբ որ շարունակում ենք մարդու ինքնազգացողություն, բավարարվածություն, եւ այստեղ է որ փիլիսոփան է առաջ գալիս եւ հարց է տալիս, ասում է, իսկ միգուցե խնդիրը իրոք մեր արժեքաբանության մեջ է, որտեվ անտիկ փիլիսոփաները լավ են խոսում, ոսկե միջինի մասին են դնում, հա, եւ այդ երկու ծայրահեղացումներն էլ, որ մենակ ինձ համար ես օգտագործում եմ մենակ ես լավս կամ մենակ ինձ հաճելի լինի, դիմացինին, դիմացինի կարիքները ըստեյության այդքան էլ ինձ հետաքրքիր չեն եւ երկրորդ տարբերակ, հա, անմնացորդ նվիրում, Ֆրոմը ասում էր, այդ հարմարվողական միությունը դա կեղծ է, դա պատրանքային է։ Որտեղ կարելի է թեմա շարունակել, այնտեղ շատ լավ ասեցիք, Հեգելն էլ է սկսում այդ տարբերակով սիրո մասին խոսել, ասում է սերը այն է, երբ որ դու հրաժարվում ես քո եսի գիտակցությունից, դու մոռանում ես ինքդ քեզ ուրիշի մեջ, բայց շատ կարևոր է երկրորդ պայմանը եւս պետք է լինի, որ մոռանալով ինքդ քեզ հրաժարվելով ուրիշի մեջ դու գտնում ես ինքդ քեզ շատ ավելի խորքային, շատ ավելի ամբողջական առումով, հա, որտեղ երբ որ չկա այդ ուրիշինի մեջ ինքդ քեզ գտնելու գործոնը, հա, ընդհանրապես քո սերը, քո հրաժարումը դառնում է նևրոտիկ ինչ-որ վիճակ։ Երբ որ մենք խոսում ենք իրական հասուն սիրո մասին, հասուն սեր հնարավոր է միայն ներքին հասունության հասած, ինքնագիտակցության ինչ-որ մի մակարդակի հասած մարդկանց միջև որպես փոխհարաբերություն։ Որտեղ եթե դա չկա, որտեղ եթե այդ ինքնագիտակցության աստիճանը չկա, ինքնաճանաչումը չկա, քո էության բացահայտման այդ ցկտումը չկա, որտեվ դիմացինը այստեղ ինչ է, դիմացինը հայլի է, որի միջոցով դու քեզ տեսնում ես մի քիչ այլ տեսանկյունից, հա։ Եկեք հիշենք Պլատոնի հայտնի պատմությունը անդրոգինների մասին, հա, երբ որ այդ որպես լեգենդ է պատմվում, բայց հասկանանք լեգենդ իր հիմքում ինչ որ սիմվոլիկայի առումով շատ կարևոր բաներ կան, որ սկզբնական մարդկային էակները երկսեռ էին եւ այդ երկսեռ լինելով իրենք այնքան ուժեղ, այնքան հզոր էին, որ Աստվածներին արդեն մարտահրավեր էին նետում, ու աստվածները ասացին, այսպես չի լինի։ Մի բան պետք է անել, ինչ անենք, դնենք, իսկ ասենք, որպեսզի իրար չմիանան, մի քիչ խառնշտենք եւ ժամանակակից մարդը այդ ոնց որ այդ լեգենդի շարունակությամբ, հա, այդ կիսատությունը մի կողմից, հա, որտեվ իրոք խորքային զգացումներից մեկը, որտեվ երբ որ խոսում ենք սիրո մասին, նույնիսկ ես կարծում եմ այդքան էլ ճիշտ չի սկսել սերը որպես ռոմանտիկ պատմություն, հա, որտեղ ժամանակակից աշխարհում այդ սիրո թեման, ֆիլմերը, մշակույթ եւ այլն այդեն շատ մի քիչ սպառել են իրենց։ Այո, որոշակիորեն դա սպառել է։ Իրականում սիրո թեման դա խորքային աշխատանքի թեմա է։ Տեսեք, այստեղ մի ուրիշ դիտարկում էլ անեմ, քանի որ մենք բարոյականության համատեքստում ենք խոսում, իսկ բարոյականության կարևորագույն այդ դիալեկտիկ կատեգորիաներից են պատասխանատվությունն ու ազատությունը։ Նույնը կարող ենք նաև սիրո համատեքստում դիտարկել, որովհետև դարձյալ պիտի լինի այդ ազատության զգացումը, այլապես էլի ճիշտ տեղ չի տանի, եթե հետևեմ ձեր խոսքին եւ այդպես արտահայտվեմ։ Այսինքն հիմա հասկանանք այդ սերը ու բարոյականությունը ազատության համատեքստ է, որովհետև եթե մենք չտանք նրանց այդ ազատությունը ու ձեր ասած այդ հասունությունը չլինի, այդ ապրումը իսկապես գիտակցված եւ այլն չլինի, ինքը միևնույնն է, ինչ որ մեկին փորձելու են նմանակել ֆիլմից, գրքից, չգիտեմ եւ այլն, հա, ինչ որ տարիքում հետաքրքիր է, լավ է, ռոմանտիկ է, բայց ինչպես նշեցինք բազմիցս, ինքը ճիշտ տեղ չի տանելու, որտեվ եթե քո ակնկալիքները այնպիսին են, ինչպես դու տեսար այդ ֆիլմում, մուլտֆիլմում կամ գրքում հերոսների մոտ, իրականության մեջ դա երբևէ չի լինելու, որտեվ շատ հաճախ գրքում եւ ֆիլմերում пассивություն է հաղորդում հարաբերվողներին, որովհետեւ միշտ այնպես է, որ կինը կրավորական է, իր համար պիտի բերեն անեն։ Կինը երբևէ ֆիլմերում եւ գեղարվեստական շատ հանդիպող գրքերում այնպես չի, որ դու ինքդ էլ պիտի լինես ակտիվ կողմը եւ միասին պետք է աճեցնեք
հեշտացնեք, միասին պետք է բարթամացնեք այդ հարաբերությունները։ Միշտ տպավորություն է, որ քեզ համար պիտի արվի ու տղամարդու համար էլ պետք է ինչ-որ մի հատ դաշտ, որ ինքը գնա ու հերոսանա ու այդպես երկու կողմն էլ իրենց գոհ ու երջանիկ են զգում։ Բայց այս ոնց որ թողնենք մի կողմ, ավելի գանք իրականություն ու իրականության մեջ փորձենք խոսել, դիտարկել այն համատեքստում, որ ազատ մարդը բարոյականության բառից ամենալայն եւ խորքային իմաստով ընկալող մարդը, ով ունի եւ այդ ազատությունը եւ այդ ազատության նկատմամբ պատասխանատվությունը, այս համատեքստում ինչպես պիտի դրսևորվի այդ սեր ասվածը։ Հիանալի հարց է։ Եկեք մի քանի այդպես նախադրյալներից սկսենք, հա, ինչ է նշանակում ազատությունը այս սիրո համատեքստում, շարունակելով մի քիչ առաջ ներկայացված միտքը, մի կարևոր խնդիր դնենք, հա, մեր գործողություններում, մեր հույզերում մենք երբ ենք համարում, որ մենք ազատ ենք։ Հա, որտեվ եթե գարուն է եւ արևը տվել է եւ իմ հորմոնալ համակարգը այդպես սկսել է ակտիվանալ ու ես ուզում եմ զուգընկեր, սա ազատության հետ ոչ մի կապ չունի։ Եթե ես ինձ մենակ եմ զգում, տխուր եմ զգում, որտեղ բոլոր ընկերներս ունեն զույգեր, դուրս են գալիս ինչ որտեղ միջոցառում գնալուց ես մենակ եմ, չունեմ դրա համար մեկը պետք է լինի, ես այստեղ էլի ազատ չեմ, որտեղ ամեն դեպքում, երբ որ ես ունեմ կարիք եւ իմ գործողությունը միտված է այդ կարիքի բավարարմանը, խոր պահանջմունքի բավարարմանը, կապ չունի ես ինչպես եմ ներկայացնում, ես դուրս եմ այս ազատության շրջանակներից։ Մի հատ երկու տերմին մտցնենք, դիալեկտիկա ասացիք, հա, շարունակենք թեման, որ շատ լավ կհստակեցնի, հա, ուզելը եւ տալը սիրո համատեքստում։ Հա, դեռ շատ դեպքերում սիրո թեման, սիրո խնդիրը վերածվում է ուզելու խնդրի։ Ես ուզում եմ զուգընկեր, ես ուզում եմ կին, ես ուզում եմ մենակ չլինեմ, ես ուզում եմ տխուր չլինեմ, ես ուզում եմ երեխաներ ունենամ, ես ուզում եմ կարգավիճակ, հա, բոլոր կարգի ուզումները իրենք դուրս են ըստ էության մեր իմացած ավանդական այդ սիրո իրական պատկերացումներից, հա, որովհետև ուզելու հիմքում միշտ ընկած է որոշակի պահանջ։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ կա սիրային հարաբերություն, ու երբ որ դու փորձում ես վերլուծել, ես սիրում եմ նրան, որովհետև եթե ես այսպես եմ ձևակերպում, այն ինչ որ տեղի ունենում իմ ներսում, ինչի համար ինձ սիրում, որովհետև դու գեղեցիկ ես, որովհետև դու լավ հումորի զգացում ունես, որովհետև դու իմ երեխեքի լավ մայր ես, որովհետև դու շատ քնքուշ ես, որովհետև քո հետ հավես ժամանակ անցկացնել, հա, սա իրականում լուրջ խնդրեմ է, որովհետև ես գեղեցիկ եմ հիմա, բայց ժամանակի ընթացքում այդ գեղեցկությունս խամրելու է։ Հումորի զգացումս տեղն է, բայց մարդս երբեմն տրամադրություն է լինում, երբեմն լինում է իրավիճակ, որ տրամադրությունս կարող է այնպեսին չլինի, հա։ Ես շատ նուրբ եմ, բայց թե պահեր են լինում, միգուցե անտակտ եմ, միգուցե կոպիտ եմ, որտեվ երբ որ ես սարկում եմ իմ սիրելու process-ը, որպես ես քեզ ուզում եմ, որովհետև դու այսպեսին ես, հա, ես դիմացինին ըստ էության վերածում եմ օբյեկտի։ Եվ սա ժամանակակից հասարակության խնդիրներից մեկն է, երբ որ եւ ընդհանրապես մենք մարդկանց այդքան սուբյեկտների չենք վերաբերվում, ինչքան օբյեկտների, հա։ Ես դիմացինի հետ իմ փոխհարաբերությունները սկսում եմ վերլուծել, տալ առնելու շուկայի հարաբերությամբ։ Ես այսքան տվեցի, ինքը այնքան ինձ հետ տվեց, արդյոք ես ստացա նույնը, թե չստացա, հա։ Դրա լուծումը լավ ֆրոմն է, չէ՞, տալիս ունենալ եւ լինել, չէ՞, համատեքստում։ Որտեղ մենք ավելի շատ այդ ձեր թվարկածները ավելի շատ տանում են մեզ դեպի ունենալը։ Սա էլ ունենամ, սա էլ ունենամ, բայց երբևէ չենք մտածում լինելու մասին։ Շատ ապրեք, որտեվ այստեղ ունենալը ազատություն չէ։ Ունենալը կախվածություն է։ Ես ունեմ մեքենա, բայց այդ մեքենան կախվածություն է, որտեվ պետք է հոգալը խազը չլինի, այս չլինի, այն չլինի, այն չլինի, այսպես է, լավն է, փայլուն է, չգիտեմ ինչպիսին, հա։ Երկրորդ տեսանկյունն է, այդ լինելու տեսանկյունը շատ մոտ է տալու տեսանկյուն, հա։ Սիրել նշանակում է տալ առանց պատասխան ակնկալելու։ Ես գիտեմ, շատ զգուշ բան, շատ զգուշ պետք է սա լինել, որտեղ դե ոնց կլինի ես տենց տվեցի առանց պատասխանելու, մի անգամ տվեցի, երկու անգամ, երեք անգամ, չորրորդ անգամին էգոս միացավ, սկսում է հաշվարկել, հա, ասենց հաշվապահական հաշվառում անում, դու այսքան տվեցիր, այնքան հետ վերցրեցիր, չէ, չեղավ խաբվել ես, հա։ Բայց դեպքերում մենք քրիստոնեությունից խոսեցինք, ես Քրիստոսի օրինակն եմ բերում, ասում եմ դե բահալիր եմ վերցնենք, ինչ եք կարծում, եթե այդպես դներ հաշվեր այսքան արեցի, դրեցին ինձ խաչեցին, ըս հիմար մարդիկ։ Հա, ոնց որ թե իր մոտ այդ խնդիրը չկա եւ Քրիստոսը այս դեպքում այն իդեալն է, այն օրինակն է, այն նմուշն է, որ պետք է հասկանանք։ Թեման կարող շարունակել, տալը, ինչ է տալը ազատություն, որտեվ
Եթե դու տալիս ես ինչ-որ բան, տալիս ես, որտեվ ունես։ Որտեվ այնքան ուժեղ ես, որտեվ այնքան անկախ ես, այնքան ազատ ես, դու կարող ես տալ առանց որևիցե պայմանի, դու կարող ես տալ առանց որևիցե ակնկալիքի։ Հայ այս գործընթացում, տալու գործընթացում է, որ դու սկսում ես դրսևորել քո ազատությունը, քո սուբյեկտային վիճակը եւ ես հասկանանք, հա, եկեք, ասենց ընդհանուր հարց եմ տալիս, այս հաղորդումը լսողներին, մտածեք, ավելի շատ դուք ուրախանում եք սովորաբար նվեր տալուց, թե նվեր ստանալուց։ Հիմա հասկանալի է, տարբեր մարդ տարբեր է պատասխանելու, բայց եթե ինչ-որ ձև հնարավորություն ուներ վիճակագրություն անել, ես ինձ թվում է համոզված եմ, այդ նվեր տվողի ուրախությունը մի քիչ ավելի շատ կլիներ, որտեղ նվեր տալու դեպքում դու սուբյեկտ ես։ Դու հզոր ես, դու քո էությունը առավել ամբողջական ես դրսևորում, հնարավորության դեպքում, հա, հնարավորինս ավելի ամբողջական, որտեղ դու ունես կարողություն, որտեղ դու ունես ազատություն, հա։ Ըստ այդմ մենք պետք է հասկանանք, որ այ սիրելու դեպքում այդ ազատությունը դա տալն է առանց պահանջելու, դու տալիս ես, որտեղ դու ունես։ Իսկ այդ տալը, որը դառնում է դուրս մեր պայմանական սահմանափակումներից, գալիս է մեր լինելու խնդրին։ Այստեղ էլի, քանի որ ունենալ լինելուց խոսեցինք, մի քիչ էլ եթե առաջ գնանք ու ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացները, կյանքի վիրտուալացումը եւ այլն փորձենք պրոյեկտել սիրո ընկալման վրա, ապա կարող ենք ասել, որ էլի բավականին մոդիֆիկացիայի է ենթարկվել։ Թվում էր թե երևույթը այնպիսին է, որ պետք է անձեռնմխելի մնար այս համատեքստում, բայց պարզվում է, որ բավականին մոդիֆիկացվել է։ Այդ մասին փաստում են մասնագետները, չգիտեմ, հոգեբանները, մարդաբանները եւ այլն։ Ինչպիսի փոփոխության ենթարկեց վիրտուալ իրականությունը սերը։ Շատ նուրբ հարց եք տալիս։ Ընդհանրապես մարդկությունը, մարդ տեսակը սովորություն ասենք այսպես իր ուժեղը թույլ կողմը, որ նույն բանն է, որ մենք կարող ենք մեր հոգեբանական, մեր ֆանտազիան, մեր դրաման դնել առաջի պլան եւ այդ հոգեբանական դրաման առաջի պլան դնելով մենք կարող ենք դադարել տեսնել իրականությունը։ Հա, հիշենք բոլոր այն դեպքերը, երբ որ ես իմ փոխանակ իմ անելիքի մասին մտածում եմ իմ զգացմունքների մասին, ինքը ինձ ասեց այսպես, ինքը ինձ արեց այնպես, այ մարդը մի հատ ռեալ կյանք նայել, տես ինչա կատարում, հա։ Հիմա առաջ զուտ ընդամենը հոգեբանական դրամա էր, հիմա ասենք ունենք այդ ամեն ինչը արդեն առկայացնելու արհեստական մեթոդներ եւ Yuval Noah Harari ներս վերջի հարցազրույցներից մեկի ժամանակ մի հատ շատ հետաքրքիր բան ասեց, երբ որ մեքենաների մասին ենք խոսում, ավանդական ֆանտազիան որն է, Տերմինատորի ֆանտազիան է, մեքենան գալիս է, կրակելով, խփելով, մենք է պահկվելու ենք, հա, պայքարելու ենք, ասած չէ, ինքերներ։ Այտենց չի լինելու, որտեվ ժամանակակից մեքենաները որ կան, իրենք ձեզ սիրահարեցնելու են իրենց, հա, դու սիրելու ես այդ մեքենան եւ այս ֆիլմերի տես մի շարք գնաց, թե մեր սպառողական վարքն է, այսինքն մեր վարքի վրա այնքան աշխատեցին, ամենատարբեր թաքնված եւ ակնհայտ մեթոդներով, որ արդյունքում մենք այդ սպառողական վարքի կրողը դարձանք ու արդյունքում հագուստին էլ կարող ենք սիրահարվել, չգիտեմ, նու մի քիչ ճակերտներում ասված, մեքենաներին, չգիտեմ, տներին, առանձնատներին եւ այլն եւ այլն։ Մի քիչ էլ բացեմ, հա, որտեվ իրականում խոսքը մեր, այսպես ասած, ծրագրային խոցելիության մասին, հա, մեքենաների լեզվով եկեք մարդու մասին խոսենք։ Հա, որտեվ մենք որպես տեսակ ունենք խոցելիություններ, հա, մեր ծրագրերը շատ փոփոխական են, շատ դինամիկ են, որտեվ կենտրոնական աշխարհում ծրագիրը տրվում է ծնունդից մի քանի շաբաթվա ընթացքում, մինչև կյանքի վերջ շատ հստակ, շատ չոր գնում է, հա։ Մենք կարող ենք մեր սեփական ծրագրերը փոխել, կախված իրավիճակից, հա, եւ շատ լավ ասացիք, սպառողական հասարակությունը թեմաներից մեկն է, որտեվ սպառողական հասարակությունը մեծ ծրագրավորում է մեր շորից, մեր հեռախոսից կախվածություն ունենալ, հա, ու հարցը ինչու՞մ է այստեղ, հա, երբ որ նոր տեխնոլոգիական միջոցներ, դու կարող ես ընտրել այդ մեքենան ձայնով խոսի, ինչ բառեր օգտագործի, ինքը կարող է արդեն ընտրել, ինքը կարող է հետազոտել, հա, որտեվ երբ որ մեքենաների մասին ենք խոսում, այդ ժամանակակից մարդ-մեքենա հարաբերությունների հետ կապված մի հատ շատ խորը միտք ասում է ստրկության ամենավտանգավոր ձևը դա այն է, երբ որ ստրուկը մտածում է, որ ինքը ազատ է։ Հա, դա այսօր մարդ-մեքենա հարաբերության հեռանկարն է, հա, դու մտածում ես, որ դու ազատ ես, դու մտածում ես, որ դու ինքնուրույն ես, դու մտածում ես, որ դու ինքդ կարող ես կատարել քո ընտրությունը, քո կյանքում, քո հագուստի, քո զուգընկերոջ եւ այլ, մեկ է պարզվում է, որ չէ, ընկեր ջան։
Դա ընդհանրապես թվացial է, եւ այստեղ հարցը ինչու՞մ է կայանում, հա, որտեվ ու պետք է ասենք, բա ինչ անենք։ Հա, որտեվ խնդիրն է գալիս, դե լավ, բա ոնց անել, դե մեքենան բա հրաշալի է, մեքենան այսօր հոգեթերապևտ է, մեքենան այսօր ընկեր է, մեքենան այսօր խորհրդատու է, մեքենան այսօր, չգիտեմ, գործընկեր է, մեքենան այսօր սևագործ բանվոր է, հա, ինչ ասես, հա, չկա ոչ տրտնջալ, ոչ բողոք, ոչ բան, հա, իր հնարավորության սահմաններում այնտեղ տանջվում է, տաքանում է, էներգիա է ծախսում, քրտնում է, ջերմություն արտադրում, մենակ ամեն ինչ անում է հանուն քեզ գոհացնելու համար, գիտի, ասում է, չգիտի, հորինում է, հա, թե թվում է իդեալական զուգընկեր է գալիս, բայց ամենակարևոր բանը, հա, մենք այս ամեն ինչի արդյունքում ոնց որ բաց ենք թողնում այն ինչը ռեալ է, այն ինչը իրական է, բաց ենք թողնում կյանքը որպես process այդպեսին, հա, այսինքն հերթական անգամ, եթե ֆանտազիան նախկինում իմ գլխի մեջ էր, հա, այս պահին այդ ֆանտազիան ես կարողանում եմ առարկայացնեմ եւ մի թվում ունենք քաղցր հաճելի ֆանտազիա, մյուս դեպքում ունենք իրական կյանք, որը պահանջում է աշխատանք։ Բայց կարևոր խնդիրը, այ ինչից որ սկսեցինք, հա, այսօր մարդու ով լինելը, մարդու ինչ լինելը, մարդու ինքը իրեն ճանաչելը, որովհետեւ հա, սիրո մասին մենք խոսում ենք, որ սերը դա ուժ է, որ մարդկանց կապում է իրար հետ, հա, Ֆրոմը ասում էր սերեն ուժն է, որ մեզ տարանջատող պատերը քանդում է, որ դա մեր խորքային ձգտումն է եւ այդ խորքային ձգտման մասին ժամանակակից հասարակությունում, իսկ խորքային ձգտում ասելով ինչ ենք հասկանում, հա, եկեք մի հատ ֆիքսենք այդ կարևորը, մեր կառուցվածքը այնպիսին է, որ ես միշտ ձգտում եմ դուրս գալ իմ սահմաններից։ Ես միշտ աշխատում եմ լինել ավելին քան կամ, հա։ Բոլոր ոլորտներում չկա այդպիսի կետ մարդը հասնի ասի հերիք է։ Հա, անընդհատ ներսիցս մի բանի ձգտում է ավելի մեծացնել, ավելի ամբողջականացնել եւ Պլատոնը ուժը ասում էր էրոսի ուժն է։ Էրոսի ուժն է, որ ընկած է այս կյանքի, այս էակի հիմքում եւ իրեն անընդհատ փորձում է դուրս բերելու, իրեն սարքել ավելի ամբողջական, ավելի լիարժեք, ավելի կատարյալ, այնքան, մինչեւ գալիս ենք հոգեվոր process-ներ, մինչեւ ասում են դու եւ տիեզերքի անտիկ փիլիսոփաների մակրոտիեզերքի եւ միկրոտիեզերքի միասնությունը դառնում է իրական բան։ Այսինքն այն կարևոր թեման, որ արկալ է սիրային կապի մեջ լինել, բուն կյանքի հետ։ Կարող ես դուրս գալ հիմա այս սենյակից ու սիրային կապի մեջ լինես այդ ողջ իրականության հետ, բայց ժամանակակից մարդու մտածողությունը ըստ էության փակվել է դրա համար, որտեղ հա մենք շատ նեղացրել ենք եւ շատ սպეციფიկ ինչ որ մի ձևով, հա, արհեստական ոնց որ փոխարինիչներով մարդու էներգիան ռեսուրսի վրա վերցնելով մենք ինչ-որ հարցեր ենք լուծում։ Բայց մեկ կարծում եմ նաև պատճառն այն է, որ մենք կարող է շատ պարզ ու շատ ավելի ակնհայտ երևույթների մասին մի քիչ ավելի շատ փորձում ենք ավելի ռոմանտիզացնել, շատ ավելի խորհրդավոր դարձնել եւ այլն ու դրա արդյունքում նաև իմաստ ենք տանուլ տալիս։ Ինչևէ շնորհակալություն, շատ հետաքրքիր դիտարկումներ արեցիք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ի սկզբանե այստեղ գալուց իհարկե լուրջ խնդիր դե սիրո մասին խոսել, դե ինչ որ պատկերացումներ, դե մտածում եմ որ պետք է սկսել հատուկ զգուշացումից, որ հարգելիներ, ես այստեղ չեմ եկել վերջնական պատասխան տալու համար, բայց եկել եմ ձեզ մտքեր առաջարկելու համար, մտքեր, որոնց շուրջ կարծում եմ որ արժի մտածել եւ եթե այդ ուղղությամբ գնանք, ու հաստատ ինչ որտեղ, ինչ որ պահի, ինչ որ արդյունքների կհանգենք, գոնե մեր ավանդական այդ նեղ պատկերացումներին մի հատ երկրորդ կողմից գոնե նայելու փորձառության տեսանկյունից։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։